Եթերում մշակութային լրաշարքն է, որն այսօր նվիրված է մեծագույն գրող, աշխարհաբարի դրոշակակիր, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին։ Աբովյանի կյանքից կատարվել են բացահայտումներ դեռ շատ տարիներ առաջ, սակայն ոչ բոլորը գիտեն դրանց մասին։ Եկեք հենց այսօր բացահայտենք Աբովյանի կյանքի կարևոր դրվագներից մի քանիսը։ Աբովյանը Էջմիածնի վանքում աշխատել է որպես թարգմանիչ, աշխատել է նաև որպես սարկավագ։ Երիտասարդության ամենանշանավոր դեպքերից էր նաև Ֆրիդրիխ Պարոտի հետ հանդիպումը։ Դա 1829 թվականի ամռան վերջն էր։ Պարոտը գալիս է Էջմիածին, որտեղ հանդիպում է կաթողիկոսին եւ իմանում, որ մարդիկ խոսում են միայն մեկ լեզվով՝ հայերենով, բայց ասում են, որ կա մի սարկավագ, ով խոսում է նաև ռուսերենով։ Ռուսերենը Աբովյանը սովորել էր Ներսիսյան դպրոցում։ Երբ Աբովյանը հետագայում պատմում է, թե ինչ է ասել Պարոտը, նա ասում է, որ այդ բառը հետևյալն էր՝ արագախոս։ Այո, Պարոտը առաջին անգամ Աբովյանին տեսնելուց ասել է արագախոս, քանի որ նա շատ արագ թարգմանում էր։ Ասում են, որ Արարատ լեռը բարձրանալու ողջ ընթացքում Աբովյանը խնդրել է Պարոտին, որ նա միջնորդի Աբովյանի Հայաստանից դուրս գալուն։ Պիոն Հակոբյանը ասում էր, որ այդ վանքից միայն նա ուներ ցանկություն բարձր կրթություն ստանալու եւ լուսավոր աշխարհի հետ շփվելու, սա կարծես իրեն տրված էր բնությունից։ Հետաքրքիր է նաև նրա խոսակցությունը համալսարանի երգչախմբի ղեկավարի հետ։ Աբովյանը ուզում էր անպայման երգել երգչախմբում։ Երբ ղեկավարը իրեն հարցնում է՝ դուք երգել գիտեք, ասում է՝ այո։ Նրա դիմաց դնում են նոտաները եւ ասում են՝ դե երգեք։ Այդժամ Աբովյանը պատասխանում է, որ նա երգում է լսողությամբ։ Ղեկավարը պատասխանում է, որ ամենայն վայրենի ազգերն այդպես կերգեն, եւ նա այդ օրվանից որոշում է ստանալ երաժշտական կրթություն։ Նույնիսկ կա տեղեկություն, որ նա կիթառ է գնում, նվագում է կիթառ եւ դառնում է շատ հարգված եւ սիրված մարդ իր ուսանողական շրջապատում։ Աբովյանի մասին որքան խոսենք, քիչ է։ Ամեն անգամ մի նոր բացահայտում ենք կատարում։ Իսկ այսօրվա մեր լուրերը այսքանն էին։ Մինչ նոր հանդիպում։